Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նախկին ղեկավար դիվանագետ Դավիթ Հակոբյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Հակոբյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Շնորհակալ։ Հապկում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նորից բարձրացնում է Հայաստանի անդամակցության հարցը հապկին եւ նա մասնավորապես ասում է թող Հայաստանը մեզ վերջապես տեղեկացնի իր մտադրությունները մնում է նա հապկում թե ունի այլ սցենար այս սցենարի մասին է իմ հարցս ինչ այլ սցենարի մասին է խոսում Վիկտոր Վասիլևը Ռուսներին դժվար է սովորաբար հասկանալ իրենք ինչ նկատի ունեն իրենց սցենարիների տակ, այսինքն կա հապկում անդամ կամ ոչ անդամ, մենք այս բային սառեցված անդամությունը կամ ուրիշ այլ կազմակերպության անդամ գուցե նկատի ունեն։ Մենք միանշանակ հստակ ասել ենք բազմաթիվ անգամներ, որ մենք ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ չենք ներկայացնում ու նույնիսկ երկարաժամկետ պլաններում, թե ՆԱՏՕ-ի համար դա չկա իրենց պլաններում, թե մեր համար մեր պլաններում չկա։ Ու այդ Ռուսաստանի վախերը նաև ինչ որտեղ որ մենք կարող է Ուկրաինայի հետ հիմնական նույնը Վրաստանի հետ, երբ որ այդքան եվրոպական միությունը չէր իրենց անդամության խնդիրը, ինչքան ՆԱՏՕ-ի անդամակցությունը, ՆԱՏՕ-ն եկել է Ռուսաստան Մոսկվայից 1000 կիլոմետր հեռավորության վրա, այդ էր իրանց հիմնական։ Մենք այդ հարցում ինչ թվում է չենք քայլ արել ու չենք հայտարարել ռուսները այլ սցենարի ինչ նկատի ունեն երբ իրենք կարող են պատասխանել իմ տեսակետից այս սառեցված սցենարը ամենաճիշտն է որոշ ժամանակ շարունակել այսինքն մենք կտրուկ շարժումներ չենք անում եթե հիշում եք ժամանակին խոսեցինք ես իմ սցենարիոն է որ առաջարկում եմ մենք հրճակենք չեզոքություն նեյտրալիզետ բոլորի հետ հավասարակողմ բազմաբևեռ հարաբերություններ թե տնտեսական թե անվտանգության բնագավառում ու ինձ շարունակում եմ հավատալ որ դա ամենաճիշտ լուծումը մեր համար կլինի ու նաև ռուսների համար էլ որ մենք նույնիսկ եթե դուրս ենք գալիս հապկից ապա ոչ թե իրենց դեմ ենք դառնում այլ մենք շարունակում ենք նորմալ բարի դրացիական ինչքան իրենք կարող են իրենց ցույց տալ հարաբերություններ Այստեղ երկու ինչու հարց ունեմ առաջինը ինչու է Ռուսաստանը մեզ անընդհատ ուզում դուրս բերել եւ հապկից, ԵԱՏՄ-ից, համենայն դեպս այդպիսի հռետորաբանություն է բանեցնում, որ տպավորություն է, ոնց որ նա ուզում է մեզ հանել, չի հանում, չգիտես ինչու, կարողանում է, չի կարողանում, բայց ուզում է հանել։ Այդ առաջինը։ Ինչ նպատակ է հնդապնդում Ռուսաստանը եւ երկրորդ ինչու Հայաստանը այդ ամեն ինչը տեսնելով, հասկանալով, որ հապկում անելիք չունի, այնուամենայնիվ դուրս չի գալիս հապկից գուցե անելիք ունի Հայաստանը այս երկու ինչուները ինչու է Ռուսաստանը մեզ դուրս հանում ինչու Հայաստանը դուրս չի գալիս ինքնուրույն մի բան հիշեցի իմիջիայլոց հապկի գլխավոր նոր քարտուղարը Կիրգիզստանից իմ շատ մոտիկ գոլեգան ա եղել ՄԱԿ-ում Աֆղանստանում միասին 3-4 տարի աշխատել ենք եւ շատ ենք քննարկել բայց վաղուց իրան չեմ հանդիպել Տալատբեկ Մասադիկով հետաքրքիր նշանակում էր համենայն դեպս ինչ եմ ուզում ասեմ այդ ընդհանուր Ռուսաստանի այդ սինդրոմն է մեծ եղբոր հա բոլոր սովետական միության նախկին հանրապետությունները ենթադրվում է իրենց տեսակետից որ պետք է ենթարկվեն մեծ եղբորը ու իրենք էլ այսպես ինչ որ անընդհատ մեզ պետք է սովորացնեն, որ իրավիճակում ինչ քայլեր, ինչ որոշումներ ընդունենք, ու հերթով հանրապետությունները առանձին սկսում են իրենց անկախ ինքնուրույն ճամփորդությունը, ու Վրաստանը ժամանակին 2003 թվականից Ուկրաինան բազմաթիվ քայլեր արեց, Մոլդովան այս վերջերս այդ ճանապարհով գնում, ամենահետաքրքիրը, որ կենտրոնական ասիական երկրները, որ այս բային հապկի եւ նաեւ եվրո այդ տնտեսական եվրազիական միության անդամներ են, Ղազախստանը եւ Կիրգիզստանը գոնե իրենք էլ շարունակում են իրենք փորձում են ընդհանրենք Տոկայևս վերջերս Բրյուսելում էր հսկական փաթեթ պայմանագրերի ստորագրեց որին իմիջիայլոց այդ կարգի Ռուսաստանից կոչեր չհնչեցին որ ինչ իրավունք ունեք գնաք եվրոպական միության հետ ինչ որ հարցեր քննարկեք մեկ երևի իրենք կարծում են ամնաթույլ օղակն ենք
այս իրավիճակում։ Իրենց խանդոտ ամուսնու Հա, այդ կարգավիճակի մեջ են զգում, հա։ այդ սինդրոմն է, Պուտինն էլ ասաց, չէ, ասում է, մենք կամ ամուսնացած ենք, կամ բաժանվում ենք, բայց բաժանվում ենք ամեն ինչ մերն է։ Զավեշտ է, բայց քաղաքականության մեջ էլ է։ Նախնադարյան ամուսնու տիպաժ էլի, որ կինը պիտի ինքը մատակարարում է, բայց նաև կինը պիտի լսի, ենթարկվի, կուզի կծեցի, ինչ կուզի կանի, իրենն է։ Այդ կարգի հիմա մեզ են տես վերաբերվում։ Բնական է մենք էլ ազատամիտ ժողովուրդ ենք, ժողովրդավարություն սիրող ենք, իսկապես դա օբյեկտիվ եմ ասում, դա ոչ թե հայերին գովում եմ, մեր բնությունը այդպեսին է, մենք դիկտատուրայի սովոր չենք, թե Երևանյան դիկտատուրայի, թե Մոսկվայից եկող, թե Ստամբուլից կամ որևիցե այլ մայրաքաղաքից եկող մենք չենք ընդունել, դարերով ստիպված ենք եղել հարմարվել, բայց մեր բնույթին դա չի համապատասխանում։ Հիմա ինձ թվում է մեր պատասխանը Ռուսաստանին պետք է շարունակաբար լինի, որ մենք ռուս ժողովրդի հետ մենք ունենք երկար հարյուրամյակների պատմություն, լավ եւ վատ էջեր ունենք եւ պատրաստ ենք շարունակել թե տնտեսական, թե բազմաթիվ հարցերում, բայց մենք ձեզ չենք ենթարկվում։ Մենք հավասար պարտների դերում ձեր հետ համաձայն ենք համագործակցել։ Եթե իրանք դա չեն ուզում, Ուկրաինայի, ես ժամանակին ասում եմ, ամենավատ երազների մեջ ես չէի կարող պատկերացնել Ռուսաստանը Ուկրաինայի հետ կպատերազմի, հա, թվում է ավելի եղբայրական ժողովուրդ, դժվար է պատկերացնել Ռուսիա եւ Ուկրաինացի, ոնց որ Անգլիան եւ Ամերիկան իրար հետ պատերազմեն, էլի այդ կարգին նույնիսկ ավելի մոտիկ է շատ բաներ իրանց մեջ, բայց եղավ ու Ռուսաստանի էլի ինչ իրավունք ունի Ուկրաինան, այս քայլը անի, ինչ իրավունք ունի այսպես Եվրոպական միություն ուզենա կամ ավելի իրանք ասում են մեր անվտանգության նկատառումներով ենք դա անում։ Հայաստանի դեպքում, եթե Ուկրաինայի դեպքում ասում են ՆԱՏՕ, չգիտես ինչ, ճիշտ է, անվանումը դա չէր, այլ իրենք ոնց որ թե իրենց ռուս հայրենակիցներին էին պաշտպանում, այդ դրոշի տակ, այդ պատրվակով նրանք մտան, բայց անընդհատ նրանք շոշափում էին այդ ՆԱՏՕ-ի թեման, որ Ուկրաինան ուզում է ՆԱՏՕ-ն մոտենում է եւ այլն։ Մեր դեպքում ինչն է իրենց անհանգստացնում, ինչու են մեզ կարգում թշնամի իրենք։ Բոլոր դեպքերում իրանց մոտ այդ կայսերական ինստինկտերն է, որ գերիշխում, ամեն դեպքում ինչ որ հատուկ պատրվակ կամ պատճառաբանություն կարելի է գտնել, այստեղ էլ ռուսական ունեցվածք ունեն, չգիտեմ, Գազպրոմ, Արմենիա ունեն, ատոմակայանի հետ կապված որոշակի, ունեն պրոռուսական որոշակի ուժեր, ռուսական, այսինքն այն ռուսները, որոնք այստեղ են շատ հակառուսական են, հակառուսական պետությունը նկատի ունեմ, նենց որ իրենց պաշտպանելու երևի խնդիր չունեն։ Մենք իրենց շատ լավ ընդունել ենք, հարմարվել են այստեղ, կա ենթադրենք ինչ որ տոկոս բնակչության, չգիտեմ, 20%-ա թե 25%-ա, որը պրոռուսական է, կան կուսակցություններ պրոռուսական, որոնք իրենց տեղը կգտնեն երևի պարլամենտում ու ինչ որտեղ փորձեն այդ գիծը տանել, բայց դա նորմալ դեմոկրատական ժողովրդավարական երկրի պահվածք է։ Հիմա իրենք որ գալիս են, եթե տենց է, ուրեմն բարձումա ձեր ջերմուկի մեջ, չգիտեմ, ինչով վիրուսներ կան, կամ ձեր ծիրանը բարձումա մեր մի անգամ մեր Պուտինը շատ հետաքրքիր ասում է, ոչ մի քաղաքական խնդիր չի, դա ֆիտոսանիտարական ստանդարտների տարբերություն է։ Ռուսական ստանդարտները եւ Եվրոմիության ստանդարտները իրան չեն համապատասխանում։ Բացարձակ աբսուրդ, չէ՞։ Եվրոմիության ստանդարտները գիտենք, որ ոչ մի քաղաքականություն չկա, բացարձակ գիտական ինչ որ որոշակի չափումներ ստանդարտները։ Ռուսականում հիմնականում քաղաքականությունը գուցե տեղ ինչ որ նաև ինչ որ բան չափում են։ Դե դա պետք է ենթադրել, չեմ ուզում մտնեմ այդ խոսակցության մեջ, բայց որպես արձագանք եվրոպական ապրանքել են Ռուսաստանում վաճառում, այդպես չէ, որ չեմ ասում մթերք, նաև մթերք, այնտեղ շոկոլադներից սկսած ամեն ինչով վերջացրած։ Ուզում եմ ասեմ, դա խոսակցություններ են, բայց իմ հարցս ինչու դուք ասում եք խանդոտ է վերաբերում, զուտ։ Զուտ այդ խանդն է ու կայսերական ամբիցիան, տեսակետ, որ Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա, այնուամենայնիվ հիմա այդ 3 գումարած 3-ն էլ կխոսենք, որ Ֆիդանի հետ չգիտես ինչու նորից սկսեցին այդ թեմայով խոսել, մի կառույցի, որի մասին, ինչպես հայերս ունենք այսպիսի խոսք, անունը կա, ամանումը չկա, ոնց որ բան չենք տեսել աշխատանք, բայց անընդհատ այդ 3 գումարած 3-ի մասին խոսում են, գուցե ինչ որ այլ նկատառումներ կա, այլ հաշվարկներ կա Հայաստանին ճնշելու, բացի այդ խանդի տեսարաններից։ Խանդ իր հերթին, զազուտ էմոցիոնալ, բայց
Կայսերական Ռուսաստանը, որը Պուտինի համար սովետական միության կոլապսը կամ ռուսական կայսրության ի վերջո կոլապսը, դա 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունն է իր տեսակետից, հիմա ինքը ջանքեր է դնում, թե մեզ Վրաստանին ոնց որ ավելի իսպահին ավելի ոնց որ մոտեցրել է, մեզ Ադրբեջանին, մեզ նորից անընդհատ փորձում անընդհատ Ադրբեջանի հետ ինչ-որ պատճառներ գտնի, ասում է, եթե հայկական տոմատը չենք ընդունում, ադրբեջանականը շատ ավելի լավն է, որ մենք իրար սկսենք խանդել կամ մրցակցել։ Կենտրոնական Ասիայի հետ այդ անընդհատ խնդիրներ լինում, Կենտրոնական Ասիան էլ փորձում է անընդհատ պաշտպանվի, բայց այնտեղ իր աշխարհագրական նյուանսները կան էլի, բայց այդ անընդհատ այդ կայսրություն վերականգնելու 19-րդ դարի, 20-րդ դարի սկզբի այդ ամբիցիան է, որը ինքը կարծում է, որ ամենաթույլ օղակ էսպային Հայաստանն է, որ Մոլդովան համարյա կորցրեց, այսինքն կորցրեց, ոչ թե համարյա կորցրեց, չնայած այնտեղ էլ բավականին խոշոր պրոռուսական ուժեր կային, քաղաքական, Ուկրաինան միանշանակ կորցրել է, մոտակա 100-ամյակում բարեկամություն շատ դժվար է պատկերացնել այդ երկու երկրների մեջ։ Հիմա Հայաստան, Ադրբեջան, Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների վրա է, նաև կորցրեցին իհարկե, կորցրեցին ազդեցությունը, չգիտեմ, Սիրիա, Վենեսուելա, Լիբիա եւ այլն, Իրանում անգամ Իրան կորցրեցին։ Իրանը, որը էլի թվում է թե իրենց մտածելակերպով կամ պետական ինչ-որ կառուցվածքով նմանություններ կար, բայց Իրանը անհամեմատ ավելի ուրիշ դիրքերի վրա է գտնվում։ Ռուսաստանի հետ, ինչ-որ շահիդներ են տալի, ռուսական ինչ-որ հետախուզական տվյալներ են տալիս, բայց բարեկամ երկրներ իրանց չի կարելի կոչել։ Մենք կվերադառնանք տարածաշրջան եւ 3 գումարած 3, այն երկրորդ ինչուի հարցնել կուզենայի, որ դուք այդ երկրորդի ինչու Հայաստանը դուրս չի գալիս այնուամենայնիվ։ Այսօր էլ այս պահին ասուլիսն է գնում Փաշինյանի, ես առաջին հատվածը լսեցի, ԵԱՏՄ-ի հետ կապված ասեց չեմ պատկերացնում, որ շատ լրջան է այդ խնդիրը, որովհետեւ կարծես թե խնդիր չկա։ Այնտեղ խնդիր տեսնում են, Հայաստանում խնդիր չեն տեսնում։ Հապկից չեն դուրս գալիս, ԵԱՏՄ-ից չեն դուրս գալիս։ Ինչու՞։ Կարճատես ենք, չենք տեսնում, թե ինչ-որ հաշվարկ կա։ Չենք, հակառակ էս մենք երկարաժամկետ ենք պլանավորում, այսինքն այս պահին Ռուսաստանին կարելի ասել վիրավորված արջ, որը շատ անկանխատեսելի վարք կարող է ունենալ, պետք է զգուշ վերաբերվել։ Ու Ռուսաստանի հետ կռիվը, ես մի քանի անգամ ասել եմ, դա մեր կռիվը չի կամ Ռուսաստանի խելք սովորացնելը, դա մեր խնդիրը չի, դա կան ավելի հզոր տերություններ, որը դրանով փորձում են անել, մանավանդ 5000 հատ միջուկային զենքերը, ռումբերը եւ այլն, այսինքն պետք է շատ զգուշ լինել Ռուսաստանի հետ, ու մենք էլ փորձում ենք այդ դուրս չգալը, դա նշանակում է մենք ուղղակի սառեցրել ենք, հանգիստ սպասում ենք, որ ինքնա բավ ճանապարհով կամ ինքնահոս ճանապարհով այդ հապկը քանդվի կամ ինչ որտեղ տրոհվի ու այդ դեպքում մենք ավտոմատ առանց Ռուսաստանի շատ խորը էմոցիաներ պատճառելու կհայտնվենք դրսում։ Մանավանդ որ մեր այս պահին մենք մեր ռազմական դոկտրինում այդ դիվերսիֆիկացիան շատ ակտիվ է, զենքեր ստանում ենք Չինաստանից, շարունակում ենք երևի ինչ որ բաներ Ռուսաստանից էլ կամ գոնե պահեստամասեր, եվրոպական մի շարք երկրներից, Իրանից ենք ստանում, այդ ամենը իրար հետ համակցելու, կազմակերպելու, կոորդինացնելու խնդիրներ ունենք։ Մի խոսքով Ռուսաստան հապկի զորավարժություններին չենք մասնակցում, բայց ինչ որ հարցերում գուցե անհրաժեշտ լինի մասնակցել, այսինքն կտրուկ քայլեր անել, դեմարշ անել դուրս գալը ոչ մի մեծ իմաստ չունի, մանավանդ Ռուսաստանը ասում եմ կարող է, չնայած Ուկրաինայում այնքան խորն է ինքը տաղվել, որ պարզի երբ ինքը կհասնի դուրս գա ու կենտրոնացվի, կենտրոնանա ընդհանրենք հարավային Կովկասի վրա, բայց համենայն դեպս, երբ որ ժամանակը կգա, այսինքն մեզ ոչինչով պարտավորված չենք զգում, բայց դրա հետ մեկտեղ պաշտոնապես կտրուկ չենք քայլեր անում։ Շնորհակալություն։ Հիմա տեսնենք տարածաշրջանում այս երկրների դիրքավորումները՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան։ Եթե կար ժամանակ, որ մենք Թուրքիային չէինք դիտարկում, ճիշտ է, այս տարածաշրջանի որպես ակտիվ խաղացող, կամ ես սխալվում եմ։ Իմ հարցս էսպես է, արդյոք առաջ Թուրքիան մինչ 2020 թվականի պատերազմի մասին է խոսքը։ Այս տարածաշրջանում ակտիվ ազդեցություն կարողանում էր սփռել, թե հիմա է ակտիվացել եւ այստեղ նա կիսում է այդ ակտիվությունը Ռուսաստանի հետ, հետո կխոսենք Իրանի հետ կապված։ Խոսքը գնում է Հայաստան, Ադրբեջան, Վրաստան։
Հարավային Կովկասի մասին։ 3+3-ը, որը մի քանի տարի առաջ շատ ակտիվ քննարկում էր, այսինքն տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանի երկրներին ու մի խանգարեք Եվրոպական միություն, Ամերիկա եւ այլն, մեծ շարժ չեղավ, նույն Ռուսաստանը կկալում էր այդ այսօրվա տրիպի միջանցքը կամ ճանապարհը իր տնօրինման տակ լինի, դա էլ չեղավ, Իրանի հետ կապված առանձին, բայց հիմա գամ Թուրքիային, Թուրքիայի հետ կապված ես նաև հոդվածներ եմ գրել ու շատ խորը փորձել եմ հասկանալ, առիթներ ա եղել իրենց բարձր պաշտոնյաների հետ, դեսպանների հետ, փոխնախարարների հետ շփվել եմ տարբեր կոնֆերանսներին եւ այլն, Թուրքիան ի տարբերություն Ռուսաստանի շատ ավելի զգուշ, բայց հետևողական փորձում է իր ընդլայնումը տարբեր ուղղություններով կառավարի։ Թուրքիան, ես երբ որ Սոմալիայում եմ աշխատել, Թուրքիան Սոմալիայում ամենամեծ ռազմական բազան ուներ ու այդ ելքը Կարմիր ծովից փորձում էին այնտեղից վերահսկեն, ասես իրեն ամբիցիաները Սոմալիային հասում։ Սուդանում ինքը մեծ ջանքեր դրեց, Սուդանը հսկա 2 միլիոն քառակուսի կիլոմետրանոց երկիր է, իշխանության մի թևին պաշտպանելով ու բավական ուժեղ դիրքեր ունի։ Լիբիայում էլի ինքը փաստորեն ինքն Ռուսաստանը հատվեցին իրեն շահերը, կարողացավ թուրքական կողմ, այն կողմը, որին թուրքերն էին պաշտպանում, ավելի ուժեղ հայտնվեց ու դա նաև ՄԱԿ-ի կողմից ընդունվող իշխանություններ Լիբիայում։ Գանք Սիրիայում, որտեղ Սիրիան փաստորեն համարյա կուլ է տվել Թուրքիան այսօր, իշխանափոխությունից հետո Թուրքիայի կարողությունները այդ կողմ տարածվեցին։ Թուրքիան դեպի կենտրոնական Ասիա ու դա արդեն մեր ճանապարհով, Վրաստան, Ադրբեջան, Կասպից ծով կենտրոնական Ասիա կամ Հայաստանով, էլի Ադրբեջանով, էլի կենտրոնական Ասիա։ Ու կենտրոնական Ասիայի երկրները թուրքախոս երկրները մանավանդ իրենց եղբայրն են համարում, չնայած ես աշխատել եմ թե Ղազախստան, թե Ուզբեկիստան, թե Կիրգիզստան, այդ միանշանակ չի իրենց համար, դա բազմաթիվ գրավիտացիայի կենտրոններից մեկն է Թուրքիան, որի հետ իրենք հարաբերվում են, բայց շատ զգուշ են հարաբերվում։ Դենց որ Թուրքիայի ընդլայնումը միանշանակ դրական չի ընկալվում, բազմաթիվ կողմեր, բայց իրենք շատ զգուշ են։ Ներողություն, մի հարց տամ։ Այդտեղ այդ ասում եք գրավիտացիան տարբեր էր։ Ռուսաստանը իշխում էր, Ռուսաստանի ուղղությունը իշխում էր։ Իրենք դիտարկում են Թուրքիային հարել դեպի Թուրքիա, որպեսզի ազատվեն Ռուսաստանից։ Դա այդպես է դիտարկվում։ Որտեղ անգլերեն տենց տերմին կա քաղաքագիտական հետաքի double hedging կա կոչվում, այսինքն մի անգամից մի քանի բևեռի վրա է փորձում աշխատես, որը մենք հիմա նաև փորձում ենք անենք։ Հիմնական խնդիրը կենտրոնական Ասիայում դա Չինաստան-Ռուսաստան հարաբերակցությունն է, Չինաստանը շատ ագրեսիվ է այնտեղ փորձում մտնի ու տնտեսական մեծ կարողություններ ունի ու ի վերջո ինչ են իրանք հապկում մնում, առաջի պատճառը ռուսական բանն է զոնտիկա, ամբրելանա այդ միջուկային, որը իրենց Չինաստանին պաշտպանում է։ Դրա հետ մեկտեղ թուրքական կողմն է, թուրքերը շատ ակտիվ մեծ ինվեստիցիաներ են անում, այդ գուլետի կենտրոնները, մշակութային կենտրոնները, համալսարաններ եւ այլն, իրենք բազմաթիվ քայլեր են փորձել անել, բայց անընդհատ մի քանի անգամ եղել է, որ թուրքական սուպերմարկետները վառել են, դժգոհություններ ա եղել, այսինքն միանշանակ չեն ընդունվում, որ սա եղբայրներն են եկել իրենց տնտեսությունը վերականգնեն։ Բայց դրա հետ մեկտեղ այդ բալանսավորելու խնդիրը, նաև ռուսական, ինչպես դուք ասեք, ռուսական, թուրքական բալանսավորում, ռուսական, չինական, թուրքերը խնդիրներ ունեն Չինաստանում ույգուրների հետ, որ էլի թուրքախոս են, ուտեղ էլ թուրք-չինական հարաբերությունները այդքան միանշանակ չեն, դրական չեն, հենց որ տեղ բազմաթիվ խնդիրներ կա, իրենք մերպես փորձում են այդ բազմաթիվ բևեռների հետ բալանսավորեն, էլի։ Վերադառնանք մեր տարածաշրջան։ Հիմա գալով այստեղ Թուրքիան փորձում է, Թուրքիան դրա հետ մեկտեղ ՆԱՏՕ-ի անդամ է, Եվրոպական միության տեխնացու անդամ է, չնայած արդեն 25 տարի է տեխնացու է, ունենց մեծ պրոգրես չունի, բայց ու ինքը փորձում է հնարավորին չափ անկախ ՆԱՏՕ-ում քաղաքականություն բարի, նետադենք 20 թվականի պատերազմում Ադրբեջանին օգնելը դա ՆԱՏՕ-ի պատերազմը չէր, իրենց պատերազմներ Ադրբեջանին միանշանակ ու բոլոր շատ հարցերում օգնելով ու դա նաև մեր անկարողություններ ճիշտ կանխատեսելով, որ
20 թվականի Թուրքիան դեռ ուրիշ Թուրքիա դա 1980 կամ 2000 թվականի Թուրքիան չի Թուրքիայի ամբիցիաները Թուրքիայի տնտեսությունը Թուրքիայի ռազմական կարողությունները աճել են ու հիմա այստեղ ինձ թվում է Թուրքիան շատ արագ մոտենում է ինձ թվում է 10 տարի հետո մոտորապես Թուրքիայի տնտեսությունը Ռուսաստանի տնտեսության չափա լինելու կարող է ավելի շուտ մոտ 1.7 տրիլիոն է Թուրքիան Ռուսաստանը 2.2 տրիլիոն այսինքն 90 միլիոն 140 միլիոն բնակչությունով դեռ քիչ են բայց հնայով աճել են արդեն Ռուսաստանը մեկ շնչին ընկնող հնայով արդեն ավել են հենց որ Թուրքիան աճում է Թուրքիան բավականին լավ հարաբերություններ ունի իր բոլոր նյուանսներով թե Միացյալ Նահանգների հետ, թե արաբական աշխարհի, թե եվրոպական միության հետ ու երեք մարտհամակների կապող օղակն է ու ինքը այդ կարմիր գծեր հատելու մեջ շատ զգուշ է, կամուրջներ վառելու մեջ շատ զգուշ է, չի վառում սովորաբար Էրդոգանը կարող է հասնի ինչ որ կետի, բայց երբ որ զգում է, որ սա արդեն Տրամպի համար կամ եվրոպական ինչ որ կարմիր գիծ է, որը պետք է զգուշ լինի, ինքը քայլը հետ է կատարում ու սկսում է ավելի զգուշ քայլեր գործադրել։ Հիմա մեր տարածաշրջանում հարավային Կովկասում միանշանակ դա անցալվում էր սովետական միություն, հետո Ռուսաստանի ազդեցության ոլորտ, երեք հանրապետությունները, ռուսական ծածկի տակ եւ այլն փոխվել է։ Թուրքիան միանշանակ Ադրբեջանի հետ իհարկե առաջինն է, երկու պետություն մի ազգ այդ կարգի հարտահայտություններ են անում, ներդրումներ, չնայած իրենք ունեն ներքին հակասություններ, հա, Ադրբեջանի նավթը Թուրքիան փորձում է շարունակում է փորձել էժան գնով առնի Ադրբեջանը միշտ չի որ բավարարված է այդ էժան գներով ու փորձում է գների հետ կա խնդիրներ ունեն Ադրբեջանը փորձում է որոշ այդ մեր նույնիսկ մեր հարցում իսկ թվում է տարբերություն կա մոտեցումների որ Թուրքիան ավելի կողմ է որոշակի ազատականացում հարաբերությունների սահմանները բացել Ադրբեջանը զսպանակի պես փորձում է պահել չի թողում որ դա տեղի ունենա բայց Թուրքիան քանի գնում է ոնց որ ավելի այդ հարցում բացում է դրա համար իրենք ուզում են որ ամբողջ հարավային Կովկասում իրենք ունենան ներկայություն ու այդ ներկայությունը մեր համար էլ ինչ որտեղ Թուրքիայի միջոցով եվրոպական միության մեջ մենք անմիջական սահման ունենք չէ նենց որ մեր մոտ այդ մենք մեր այդ ստերեոտիպ մոտեցումը որ Թուրքիան դա բացարձակ չարիք է ու կամական ինտերակցիա Թուրքիայի հետ դա միայն բացասական հետևանքներ կունենա, պետքա դրանից ազատվել ու ռացիոնալ մոտենալ Թուրքիային, այսինքն Թուրքիան մեծ ճանապարհ է դեպի Եվրոպական միություն։ Ու այս վերջերս որ սահմանը բացվեց ու հայկական ապրանքները Վրաստանի միջոցով առայժմ բայց որպես հայկական ապրանքներ Թուրքիայով կարող են գնալ Եվրոպա, դա արդեն մեծ դրական քայլ է։ Հաջորդ քայլը կլինի, որ մեծ սահմանը բացվի ու Գյումրիից Խարս մի ժամից կարճ ճանապարհ է, հիմա մոտ 6-7 ժամ է տևում այդ մյուս ճանապարհը։ Ու եթե ապրանքները այդպես սկսեն գնալ, մեր համար եվրոպական միության շուկայի դռները շատ ավելի կհեշտանան բացվելու առումով։ Նենց որ այդ Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է զգուշ լինենք, բայց մենք պետք է նաև ունենք հնարավորություններ, որոնք մենք պետք է աշխատենք օգտագործել։ Ինչից զգուշ լինենք։ Թուրքիան այդ իրենց ամբիցիաներով, այսինքն իրենք ոնց է, Սիրիայում օրինակ իրենք մի պահ ես ներքին ինֆորմացիաներ ունեմ, որ համարը բոլոր սիրիական գեներալներին Ասադի բանակի կաշառել են, գնել են եւ այլն ինչ որ զինել են, բոլորին կազմակերպել, այսինքն հեղաշրջումը Թուրքիայի շնորհիվ տեղի ունեցավ։ Հետո իրենք սկսեցին թուրքական նույնիսկ Սիրիայի մի մասը երկի թուրքական լիրաներ շրջանառության մեջ Թուրքիայի կողմից նշանակված նահանգապետեր կար եւ allու Թուրքիան այդ ամբիցիաները Հալեպը հին թուրքական կայսրության քաղաք է եւ այլ այդ ամենը կա ու Թուրքիայի մոտ եթե ճիշտ չկառավարես իրենք կարող են sense ասած տնտեսական հարևանի հարաբերություններից անցնեն այդ նույն դոմինանտ Ռուսաստանի նման վարկի հնարավորություն կա, որից պետք է զգուշանալ իրենք, բայց Սիրիայում իրենց տեղը ցույց տվեցին, երբ որ Շարան հատող այդ Սիրիայի նախագահը գնաց Թուրքիա առաջին այցը Թուրքիա, երկրորդը Սաուդյան Արաբիա, որտեղից իրեն գումարներ ինքը սկսեց արաբական աշխարհը ու Թուրքիան բալանսավորել ու թուրքերը հասկացան, որ սա է սահմանը, սրանց ենքում մենք Սիրիայում չենք կարող գերիշխել։ Հիմա ստեղել մենք էլ այդ կարգի հաշվարկներ պետք է մեր մտքում ունենք։ Նույնը Սիրիան, Թուրքիայի հետ հարաբերվում է արաբական աշխարհի հետ, եվրոպական միության հետ հարաբերվում է ու մեր համար այդ հետաքրքիր օրինակներից մեկն է, որ մենք պետք է կարողանանք հարաբերվենք առանց այդ էմոցիոնալ, այդ պատմական ճնշման, հա, Թուրքիայի հետ հարաբերվենք, բայց դրա հետ մեկտեղ ունենանք նաև
մեր մտքում, որ ամեն ինչ հնարավոր է։ Նույն ինչպես Ռուսաստանի հետ է։ Մի քիչ թույլատնում ենք, իրանք միանգամից ավելի են ուզում։ Այդ ավելին կլանելու բառ, այսպես բառ է օգտագործում, եզրույթ, կլանել։ Ռուսաստանի դեպքում, այո, ոնց որ թե այդ թեման շոշափվում էր, դա անգամ ընտրություններում, այդ միություն էին կոչում, ինչ էին կոչում, Ռուսաստանի կողմից Հայաստանի կլանում թեման շոշափվում էր։ Թուրքիայի կողմից Հայաստանի կլանման թեման կլանում ինչ չի թվում թե դա քաղաքական ինչ որ զորքեր են բերում երկիրը գրավում են ընդհանրեն Վրաստանում ասում են Բաթումին համարյա թուրքական քաղաք այսինքն մեծ շինարարություն բիզնեսներ թուրքական ապրանքներ ներկայությունը դոմինանտ է ու դա փաստ է հիմա դա չի կլանել դա ուղղակի ներկայությունը մեծացրել է Սիրիայի տարածքի մոտ 1/3-ում նույն ներկայությունը կա թուրքական որը տնտեսականը կամաց քանի որ խոշոր մեծ տնտեսություն են ու կարողանում են դոմինանտ դառնալ, այդտեղ ինչ որ սահմաններ կա, որտեղ ինձ թվում է ճիշտ է համագործակցել, կարող է մեր համար Թուրքիան դառնա նաև շուկա որոշակի հայկական ապրանքների համար, կարող է մեր դատա ցենտրները, որ կառուցում ենք, իսկ Թուրքիան այս բան չունի դեռ այդ կարգի դատա ցենտրներ, կարող է առաջի գնողներից մեկը այդ կարգի վերամշակված ինֆորմացիայի Թուրքիան լինի, ուտեղ անընդհատ, այսինքն բոլորի հետ է պետք է հարաբերել, ռուսների հետ, Իրանի հետ, Թուրքիայի հետ, այդ անընդհատ պիտի այդ մտքի ոնց որ յետևի մասում ունենանք այդ մտահոգությունը, որ մենք շատ տեղը չտանք, մեր սուվերենությունը, մեր ինքնուրույնությունը, մեր որոշում ընդունելու կարողությունը ու մենք որպես պետություն կանալու դեռ խնդիր ունենք։ Հիմա ասենց հարց, նույն էլի թեման կլանում, այսինքն վտանգի թեման է, շարունակենք այս վտանգի թեման։ Դուք ասում եք, այո, մենք պետք է զգուշ լինենք, շատ տեղ չտանք։ Նույն Բաթումի օրինակը բերեցիք, դեռ Բաթումով նրանք չեն կլանել Վրաստանը, չեն կարող խոսել, որ Թուրքիան կլանել է Վրաստանը, ճիշտ է, այդպիսի ձևակերպում չի կարող լինել։ Հիմա դիտարկենք Թուրքիայի կողմից։ Եթե ձեզ հարցնեն, ասեն, Թուրքիան մտադրություն չի ունեցել կլանել Վրաստանին, բայց Հայաստանին մտադրություն ունի կլանելու եւ դու պետք է, չգիտեմ, զգուշանաս հենց դրանից, որ Թուրքիան ունի այդ մտադրությունը։ Հարց. Թուրքիան ունի այդ մտադրությունը եւ ինչպես դու զգաս, որ սա համագործակցություն է, թե կլանման ուղի է։ Ես քանի որ աշխատել եմ թե Սիրիայում, թե Սոմալիայում եմ աշխատել, Լիբիայում շփվել եմ շատ, Սուդանում եմ աշխատել, որտեղ թուրքական ներկայությունը բավականին մեծ է եղել, կլանման տենդենսիա ու շփվել եմ դեսպանների հետ երկրներում Թուրքիայի ու որպես մասնակիցների մեջ բավական լավն են դեսպանների որակը թուրքական, ինձ թվում է իրանց շկոլան, այդ դպրոցը դիվանագիտական բավականին կարող է, հենց որ ինչ չի թվում, թե իրանց էս կլանել, բայց այն որ տարածվելու խնդիր ունեն, այդ նեո-օսմանյան ինչ որ մեծ թուրքական պետություն, իրենց քաղաքակրթությունն են համարում, իրենց ձևով, այդ ժամանակին եղել են Եվրոպայի գերակշիռ ուժերից մեկը, ինչ որ պահ եղել են ամենամեծ ուժը, ու իրենք 16-րդ դարից որ կամաց թուլացել են, ոնց որ ռուսների մոտ այդ ամբիցիան մնացել, ռուսների մոտ ավելի կոշտ ու կոպիտ է, եթե Ղրիմը մերն է, Դոնբասը մերն է, Սիրիան տենց հարցեր չի դնում, անեքսիայի խնդիրներ չի դնում, կներեք, Թուրքիան այդ կարգի հարցեր չի դնում ու չի դնի ինձ թվում, բայց աճելու գերիշխելուն Ղրղստանում Բիշկեկում իմ աչքի առաջ այդ թուրքական մի հատ բավական մեծ համալսարան կար ու մի հատ ամենալավ սուպերմարկետներ Բիշկեկում մի պահ կիրգիզները վրդովվեցին քանի որ թուրքերից դժգոհ էին եկան կրակի մատնեցին այդ սուպերմարկետը ու թուրքերը հասկացան որ այսինքն ընդեղ էլ գրավելու եթե թույլ ես տալիս կարող է եւ գրավել դառնալ կամաց բայց այս պահին տնտեսական էքսպանսիա, լեզվական եղբայրություն, ինչ որ հարաբերություններ եւ այլն։ Ու ամեն ազգի մեջ իրանցից, իրենք մեզից շատ ավելի երիտասարդ ազգեր են կենտրոնական Ասիայում էլ, բայց իրենց զգացողությունը, իրենց սուվերենության, իրենց ինքնորոշման, իրենց կայացման, իրենց մշակույթով ամեն ինչում բավականին ուժեղ է։ Նենց որ այդ կլանելը ինչ չի թվում, այդքան հեշտ է ու թուրքերն դա հասկանում են։ Դուք մի հետաքրքիր ձևակերպում ներկայացրեցիք, ասացիք Թուրքիան կարմիր գծեր, գիտի որտեղ է Միացյալ Նահանգների կարմիր գիծը, որտեղ է Եվրոպայի կարմիր գիծը, միջազգային հանրության, դե ինքը որովհետև ՆԱՏՕ-ի անդամ է, այսպես թե այնպես այդ համույթի մեջ է։ Այդ կլանելու թեման եմ շարունակում։
դուք կարող եք պատասխանել այն մարդկանց, ովքեր այդ կլանման մասին են անընդհատ խոսում վտանգի մասին, իհարկե վտանգը կա, բայց որ հասկանանք, արդյոք դա եւս կարմիր գիծ է Թուրքիայի համար, նույն Միացյալ Նահանգների աչքերում, նույն եվրոպական աչքերում, որի մաս է նա կազմում, այսպես համենայն դեպս որպես ՆԱՏՕ-ի անդամ։ Արդյոք դա ճիշտ կընկալվի, եթե Թուրքիան էքսպանսիոն, այսպես քաղաքականություն վարի, ագրեսիվ քաղաքականություն վարի, թեկուզ տնտեսական ագրեսիվ քաղաքականություն վարի Հայաստանի նկատմամբ, թե դա դուրս է նրանց աչքերից, նրանց հայացքից հեռու է, եւ Թուրքիան կարող է դա անել։ Գիտեք ինչպես երևի մի 10 տարի առաջ միանշանակ ոչ էր դրան պատասխան, երբ որ միջազգային օրենքները, ՄԱԿ-ի սահմանումները, պետությունների սուվերենությունը սրբություններ էին համարվում, հա։ Հետո նույն Թուրքիան Սիրիայի մի որոշ մասը մոտ 1 կարորդը գրավեց, հետո փորձում էր քուրդական բնակչությունը գրավել, տարբեր երկրներում տարբեր քայլեր արեց, բայց հիմա աշխարհի այդ աշխարհակարգը ոնց որ փոխվել է, Տրամպը ուզում է Գրենլանդիան գրավի, չգիտեմ, Պանամայի կանալն է ուզում գրավի եւ այլն, այդ կարգի հարցեր Իսրայելի, Պաղեստինի հետ հարաբերությունները շատ Պարսի, որտեղ այդ կարմիր գիծը, այդ ամենով հանդերձ Ռուսաստանը իհարկե Ուկրաինայի մի զգալի մասը գրավել է ու հռչակել է, որ դա այդ տարածքն է, որը բացարձակ 80 տարի անընդունելի մոտեցում էր ուժեղ պետությունների համար։ Հիմա Թուրքիան այդ կարգի գրավել է ընդհանրեն Սիրիայի մի որոշ տարածքը, բայց դա ինչ որ պատճառներով չի անեքսիայի չի ենթարկել ու չի պատրաստում ենթարկի, ինձ թվում է այստեղ էլ ու ոչ մի օրինակ չկա, որ Թուրքիան եկավ գրավեց ու որոշեց, որ սա անեքսիա անում։ Նենց որ ինձ թվում է, չէ, ինչու Կիպրոսը։ Հա, հարավային հյուսիսային Կիպրոսը, բայց դա 74 թվականից եկող։ Բայց առ այսօր իրեն չեն ասում դուրս արի այդտեղից։ Հա, այդ ուտեղ իհարկե խնդի Եվրոպական միություն չընդունելու նաև հիմնական պատճառներից մեկը դա է, ու այնտեղ իհարկե Կիպրոսի թուրքական բնակչության, մի խոսքով դա առանձին բարդ կոնֆլիկտ է, բայց ճիշտ օրինակ եք բերում, որը միայն Թուրքիան է ճանաչել այդ հանրապետությունը, բայց դա չի գրավել, դա առանձին հանրապետություն է, հա, ինչ որ նյուանսներ այդտեղ կա, բայց այսօրվա այս 21-րդ դարի իրավիճակում ես ուղղակի ինչի համար էի ասում, որ այդ իրենք մոտենում են, բայց չեն վառում կամ եթե իրենց թույլ տան, դրանք դա կանեն։ Եթե դա համարվի կարմիր գիծ, հիմա Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի դա համարվի կարմիր գիծ։ Այո, դա շատ կարևոր է, այսինքն մեր այդ տարածաշրջանից դուրս ընկերներ գտնելու խնդիրը, ընկերներ, համախոհներ, դաշնակիցներ, Եվրոպական միության մեր այդ շատ ինտենսիվ զարգացող հարաբերությունը քրիտիկական կարևոր են։ Դրա համար Եվրոպական միության երկրներից ամեն մեկը 27-ից Թուրքիայի հետ իր հարցերը ունի, թե դրական, թե բացասական։ Եթե Թուրքիան շատ կտրուկ քայլեր անի, այնտեղից իրեն կպատասխանի։ Միացյալ Նահանգները, Տրամպը եւ այլն Թուրքիայի հետ զսպող ֆակտորներից մեկն է, բայց այդ օրինակ հիշում եք Թուրքիան երբ որ Ֆինլանդիային եւ Շվեյցարիային մոտ 2 տարի ձգում էր ՆԱՏՕ-ի ընդունելու, ինչ որ պատճառներ էին դնում, քննարկումներ, ի վերջո ընդունեցին։ Ու ի վերջո ոնց է էին վաճառում իրենց։ Հա, փորձում էին իրենք վաճառեին, ասում են եթե ամերիկացիներն մեզ F-35 ինքնաթիռ կտան, այս կտան, այն կտան, մենք էլ դա կընդունենք, բայց ի վերջո շատ քիչ բան իրենք հասան, բայց ընդունեցին։ Ու մյուս հարցերում էլ իրենք ինչ որ պահար ժամանակ առ ժամանակ ասում են Ղրիմը նաեւ մերն է ժամանակին Օսմանյան կայսրության մաս է եղել եւ ու այդ կարգի հայտարարություններ անում են, որպեսզի ցույց տան։ Բայց նույն ինչպես ասեցի, կենտրոնական Ասիայում էլ այդ հակազդեցությունը առաջացել է, այնտեղ Սոմալիան հիմա երկու մասի է, Սոմալիա եւ Սոմալիլանդ կա, Սոմալիլանդը իսրայելական է լրիվ դարձել, Սոմալիլանդը դեռ Թուրքիայի ու իմիջիատ հա կարևոր շատ ֆակտորներից մեկն է, որ Իսրայելը եւ Թուրքիան են գալիս շատ կտրուկ բախվելու կուրսի վրա են բայց դա իրական բախում է թե թվացial այսպես ցուցադրական միանշանակ շատ խիստ լուրջ ու Թուրքիան լավ հասկանում է որ Իսրայելի փորձից ռազմական կարողությունները ցուցադրելուց որ թուրքական բանակը չնայած ասում են երկրորդն ՆԱՏՕ-ում հզոր է հեսա որ Իսրայելի բանակի դեմ իրենք շատ քիչ շանսեր ունեն այսինքն չնայած 10 միլիոն ընդդեմ 90 միլիոնը եւ այլն Իսրայելը ռազմական առումով հզոր է ու Իսրայելը այս պահին այդ առանձին ոնց որ հարց է, Իսրայելը շատ ակտիվ փորձում է իր դաշնակիցների ու իր հետ դրական հարաբերություններ երկրների ցանկն է փորձում, Հունաստան, Կիպրոս, չգիտեմ, Հնդկաստան,
Միացյալ Արաբական Էմիրություններ, Թուրքիան էլ փորձում է Սաուդյան Արաբիան, Պակիստանը իրեն ոնց որ առանձին դաշնակիցներ է սարքում, բայց Թուրքիայի համար ու եթե հանկարծ Թուրքիան մեր փոքր Հայաստանի հետ վարվի ոչ համաձայն միջազգային օրենքների, մնացած բոլոր երկրների համար դա սիգնալ կլինի, որ երկիրը վտանգավոր է։ Դա ոնց որ Ռուսաստանն է, չէ՞։ Ռուսաստանը շատ քիչ երկիր է ուզում հարաբերվի, դրա համար ցանկ անկառավարելի վտանգավոր միավոր են դառել։ Իսկ Թուրքիան տենց չի ուզում լինի։ Շնորհակալ եմ, գովազդ ենք հայտարարում եթերում, կշարունակենք զրույցը եւ կդիտարկենք նաեւ Իրանի գործոնը մեր տարածաշրջանում, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, այդ 3 գումարած 3-ի այդ առաջին եռյակը։ Տեսնենք ինչպես ինչ ամեն մեկը ինչ նպատակ ունի իրացնելու իր կամքը իրացնելու, իր ազդեցությունը իրացնելու տարածաշրջանում։ Գովազդը եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Դավիթ Հակոբյանի հետ, դիվանագետ եւ Սիրիան ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախկին ղեկավար։ Եվ այսպես, պարոն Հակոբյան, Իրան, Թուրքիա, Ռուսաստան, այդ 3 գումարած 3-ի մասին անընդհատ, որ հիմա մանավանդ էս վերջերս նորից սկսել են խոսել, մենք 3 գումարած 3-ի մասին չենք խոսում, այս 3 խաղացողների մասին փորձենք խոսել, արդյոք նրանք նույն շահերն ունեն մեր հարավային Կովկասի տարածաշրջանում, քանի որ այդ 3 գումարած 3-ի նպատակը Հայաստան, Վրաստան, Ադրբեջանի հետ այդ 3 երկրների հարաբերակցությունն է կամ համագործակցությունն է եւ ի վերջո իրենք դա ասում են տարածաշրջանային համագործակցություն, արդյոք ունիսոն կա, արդյոք իրենք համահունչ են նրանց շահերը, թե հակադիր են անգամ։ Եթե կարելի է Իրան, Թուրքիա
դիտարկենք։ Հա, ասեմ, որ խոսում ենք Ռուսաստան եւ Թուրքիա համատում ենք այդ ընդլայնում մինչև գրավում, հա, այդ ամբիցիաները եւ մոտեցումները, Թուրքիայի եւ Ռուսաստանի տարբերությունը, Իրանը ինձ թվում է շատ տարբեր է այդ առումով։ Ես մի տարի առաջ որ Թեհրանում էի, այնտեղ իմ ելույթի մեջ նաև այդ կոնֆերանսեր, որտեղ տարածաշրջան, դեռ մինչև այս պատերազմը եւ այլ նույնիսկ մինչև այդ 12-օրյա պատերազմը ռմբակոծումները, ասեցի 1.7 միլիոն քառակուսի կիլոմետրոնց հսկական Իրանը 12 հարևաններ ունի շրջապատած, միայն մի հարևանն է, որը մուսուլմանական երկիր չի, ու այդ ամենափոքր հարևանն է, ես այդ երկրից եմ Հայաստանից, ու մենք երբեք ձեր կողմից ճնշում չենք ստացել մեր դեմ տարածվել, գրավել, ճնշել կամ ենթադրենք մուսուլման դարձնել, նկատի ունեմ վերջի, դա տասնամյակների մասին է, գուցե, չգիտեմ, Վարդան Մամիկոնյանի ժամանակ եղել է, այդ լրիվ ուրիշ պատմություն է, ու այդ իրանց շատ համահուն չէր, իրանք, այսինքն, հա, իրենց ձև ունեն կառավարելու, որ ես բացարձակապես չեմ ընդունում, բայց իրենց որոշումների խնդիրն է։ Մեր այդ հարաբերվելում իրենք բավականին զուսպ են, միակ խնդիրը, որը իրենք ունեն, որ այս կողմից, թե Հայաստանից, թե Ադրբեջանից իրանց համար վտանգ չհայտնվի։ Այսինքն, եթե ամերիկացիները որոշեն այստեղ կամ եվրոպացիները, ռազմական բազաներ դնեն, ու դա նաև մեր ՆԱՏՕ-ի հետ կապված խնդիրներից մեր զգուշությունը նաև այդտեղից է գալի։ Նույն Ադրբեջանի հետ կապված վերջերս տեսել եք հոդված ներկայ CNN-ում, որ Իսրայելը բավականին խոշոր ներկայություն ունի այնտեղ, որը ստերոոտիպին հաստատվել է եւ այլն, ու դա Իրանի համար խնդիր է, այսինքն այդ կարգի խնդիրներ ունեն։ Հիմա ինչքանով տրիպն է իրանց համար խնդիր։ Ես քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ տրիպի հետ կապված էլ դա միանշանակ հակաիրանական պրոյեկտ չի, դա միայն արևելք-արևմուտք պրոյեկտ չի, դա նաև Ռուսաստանը Իրանին կապող հնարավոր միակ երկաթգիծն է, որը մենք պետք է կարողանանք դա տենց ներկայացնենք, ու եթե Ամերիկա Իրանի հետ որոշակի ջերմացում է գնում հարաբերությունների, ու ամերիկացիներն են կառավարում տրիպը մեր մասը երկաթգծի, այդտեղ Իրանի հետ որոշակի այդ տաբուները վերանում են, դա նաև հնարավորություններ է հայտնվում, հա, հարաբերությունների մեջ։ Մի խոսքով այդ 3+3-ում այդ առաջի մեծ նախկին կայսրություններ 3-ում ամենազուսպը եւ ամենահարաբերություններում սահմանները ճանաչողը մեր դեպքում դա Իրանն է։ Ու մենք պետքա, մենք գնահատում ենք ու պետք է շարունակենք գնահատել։ Ու մենք պետքա Իրանի հետ դրանից ելնելով կարողանանք մեր հարաբերությունը կառուցել եւ զարգացնել եւ վերջո 90 միլիոն բնակչությունով երկիր է։ Երկիր ըստ Տրամպի վերջի 14 կետանոց համաձայնագրի $100 միլիարդ սառեցված գումարները պետքա վերադարձվեն, $300 միլիարդ հնարավոր ներդրումներ պիտի անեն։ Նավթը պիտի ազատ հնարավորություն տան իրենց նավթը վաճառելու, որը $100-150 միլիարդ իրենք կարող են շատ արագ սկսեն վաճառել։ Այսինքն երկրում կարող է հայտնվի, եթե այս ամենը լավ շարժվի, հա, ու որոշակի շանսեր կա դրա, չնայած միանշանակ չի։ Այդ դեպքում Իրանը դառնում է լրիվ նոր որակի հարևան մեր համար, ու մենք մեր տնտեսությունները շատ կոմպլեմենտար կարող են լինեն, մենք կարող ենք այնտեղ ինչ-որ տնտեսական պրոյեկտներում մասնակցենք, կարող ենք բազմաթիվ ուրիշ հարցերում համագործակցենք, իրանական շիրարարներն են մեր մոտ ինչ-որ ծրագրեր անում, Իրանի համար դեպի Եվրոպա դուրս գալու, մեր ճանապարհը կա։ Տարիներ առաջ խոսում էին Արազի ազատ գոտու մասին տնտեսական։ Հա, որը նաև Արաքսի այդ երկկողմանի, հա, որտեղ Մեղրիի այդ շրջանում, որը ինձ թվում է մենք շատ վատ օգտագործեցինք կամ վատ ենք օգտագործում, ես որքան գիտեմ այդ հնարավորությունը, բայց եթե, ինչպես դուք ասում եք, նոր հնարավորություններ բացվեն Իրանում, պատժամիջոցների տակից եթե դուրս գա Իրանը, դա շատ հետաքրքիր զարգացման հեռանկար է Հայաստանի համար։ Հա, ու մեր համար, ու իսկապես մենք նույնիսկ ինձ թվում է մենք պետք է սկսենք մտածել այդ ուղղությամբ, բացի դրանից, կա նաև շատ հետաքրքիր նյուանս, ես առիթ եմ ունեցել թե ամերիկացի դիվանագետների հետ, թե իրանացիների հետ խոսեմ, իրենք հասկանում են մեր շատ նուրբ դիրքը աշխարհագրական, ու ամերիկացիները ընդունում են, որ մենք բոլոր պայմաններում
պետք է Իրանի հետ շարունակենք մեր հարաբերությունները, թե տնտեսական, թե հարևանական եւ այլն, ասես բոլոր պարամետրերում։ Նույնը Իրանում հասկանում են, որ մենք միայն Կարմիր գիծի իհարկե ռազմական բազաները ամերիկյան Հայաստանում չլինի։ Ինձ թվում է Իրանի կողմից դա է խնդիրը։ Դա Հայաստանն էլ է գիտակցում, նույն Միացյալ Նահանգներն էլ գիտակցում են եւ ռազմական բազաների Մենք մասին զգուշ ենք այդ հարցում։ Փաստորեն դուք ինչ եք ասում եք միակ այս 3 գումարած 3-ի երյակի մասին է խոսքը, միակ երկիրը, որից չես վախենում, որ կկլանի քեզ, որ ագրեսիվ է եւ էքսպանսիա կարող է գործադրել, դա Իրանն է, որովհետեւ Ռուսաստանից վախ կա եւ Թուրքիայից, այո, մենք խոսեցինք այդ վտանգ կա, վտանգներ կան։ Եթե կարելի է դիտարկենք այնուամենայնիվ, ես հարցրեցի նրանց շահերը այդ 3 գումարած 3 անվան տակ, որ նրանք հանդես են գալու համագործակցության մեջ, տարածաշրջանում համանման են շահերը, թե հակադիր են Իրան Թուրքիա վերցնենք շահերի մասին։ Ինչ նպատակ է հետապնդում Թուրքիան տարածաշրջանում, ինչ նպատակ Իրանը։ Գուցե համահունչ են այդ շահերը։ Ինչ որ հարցեր կա, որ իրենք համահունչ են, բայց հիմնականում Թուրքիա եւ Իրան Թուրքիան իրեն միշտ համարել է թուրքական սուլթանները դա խալիֆներն եղել սուննիտական կրոնի իրանական 15-րդ դարից գոնե շիական այս կրոնական բաժանում ա եղել երկու կայսրություններ անդադ պատերազմների մեջ, այսինքն իրենք հակասությունների երկար դարերի պատմություն ունեն, մեծ համագործակցություն չի եղել, Իրանը ի վերջո նավթային շատ հարուստ երկիր է, Թուրքիան ավելի արդյունաբերական երկիր է, Իրանի համար Թուրքիան հնարավոր ելքը կամ մուտքը դեպի Եվրոպա, որ իրենք կարող են նաև ինչպես մենք ենք մեր միջոցով Վրաստանով սևսովով Եվրոպա, բայց նաև Թուրքիան շատ ավելի մեծ հնարավորություններ ի վերջո Իրանը կարող է գազատարեր, նավթատարեր կառուցի Թուրքիայով դեպի Եվրոպա, եթե հնարավորություններ հայտնվեն։ Հենց որ իրենք ունեն հետաքրքրությունների բազմաթիվ խնդիրներ, իրենք ունեն բավականին կոմպլեմենտար տնտեսություններ, համարյա բնակչություններով հավասար, իմիջիայլոց 25-30 տարի առաջ Իրանի մեկ շնչի հնան 2 անգամ ավել է եղել, քան թե Թուրքիայինն է։ Հիմա Թուրքիայինը 4 անգամ ավել է, քան թե Իրանն է։ Պատկերացնում եք այդ բան տարբեր այդ սանկցիաների պատճառով ինչքան է դուժել իրանական տնտեսությունը։ Հիմա այդ հնարավորությունները բացվի, նույն Թուրքիայի համար է դա հնարավորություններ մասնակցել վերականգնմանը, բայց իհարկե խնդիրը նա է, ինչքանով Իրանը կդառնա ռացիոնալ խաղացող, հա, դա այս Իրանի իշխանություններին ինչ-որ չափով ճանաչելով, որ տեղ կան ռացիոնալ մարդիկ ու բավականին զարգացման ուղղված մտա, բայց դա շատ դժվար է կանխատեսել ով այ վերջո գերիշխելու, բայց այն որ Իրանը ի տարբերություն նույն Ռուսաստանի, ի տարբերություն նույն Էրդոգանի Թուրքիայի, դա մի կենտրոնից կառավարվող երկիր չի, բազմաթիվ ինչ-որ բալանսներ ունեն, իրանք որ իրար հավասարակշռում են ու դրանով է կառավարվում այդ երկիրը, դա հետաքրքիր է։ Հայաստանի տեսակետից նորից դիտարկում ենք այդ կարմիր գծերը Թուրքիայի, ներող եղեք, որ այդ հարցն եմ քննարկում, որովհետև դա հիմա շատ լայն է, դրա մասին շատ լայն են խոսում հասարակության մեջ սոցցանցերում, համենայնդեպս ես դա տեսնում եմ։ Իրանին էլի վատ սցենար եմ ասում, այդ վտանգը, կլանումը, Թուրքիան, փորձի, տնտեսական, հեսասահմանները կբացվեն, այդպիսի խոսակցություններ գիտեք։ Իրանին ուժեղ Հայաստան է պետք, թե թույլ, կլանված Թուրքիայի կողմից Հայաստան է պետք, թե Հայաստան, որպես Հայաստան այնպիսի, ինչպիսին մենք այսօր ենք, այսօրվա Հայաստանն է պետք։ Թե Թուրքիայի ազդեցության տակ գտնվող Հայաստանը օքեյ է Իրանի համար։ Նշանակ ու ես չգիտեմ ինչքանով, այսինքն վարակույրերի ետևում Իրանը ինչ հայտարարություններ արել ու իհարկե Ադրբեջանին շնորհավորել է 20 թվականի պատերազմի, որը մեր համար դժվար էր ընկալել, բայց դրա հետ մեկտեղ ամենակարևոր ֆակտորներից մեկն ա եղել, որ պատերազմը դեպի Հայաստան չի եկել։ Ինձ թվում է, իրանական զորքերը ժամանակին, հա, իրենք բերել էին սահմանի, կանգնացրել էին ու նշան էին անում, ու իրենց համար այդ փոքր երկրների կարևոր խաղի մաս է կազմում, որտեղ կարողանաս մեծ հարևանների հետ բալանսավորես հարաբերություն։ Մի քիչ ես կողմ, մի քիչ են կողմ, երեքի հետ էլ որոշակի հարաբերություններ ունենաս, բայց մեկին չտրվես։ Դրա համար հենց դու դառնում ես այս քանի անգամ որ ասում եմ, եթե դու 2 կամ այս դեպքում 3 իրեր մրցակից ուժեր կան, հա, ամեն մեկը ամբիցիաներ ունի, Հարավային Կովկասում իր կարգերը ենթադրենք հաստատի։ Դու հենց մի կողմ ես բռնում, մյուս կողմից դու հարվածի տակ
ես ընկնում։ Մյուս կողմից բռնում, այս մյուս կողմից ես հարվածի տակ ընկնում։ Ու դրա համար մեր դերը պետքա լինի այդ բալանսավորման կենտրոն, կարելի է դա կոչել կամուրջ տարածաշրջանային, կարելի է խաչմերուկ կոչել, կարելի է կապող օղակ կոչել եւ այլն, այսինքն այդ ժամանակին ինչ-մեկ որ ասում էի Շվեյցարիան, ոնց որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամեն ինչ շուրջը վառվում էր, իրենք պարզվեց որոշակի, հիմա ընդհանրեն կարող է Իրանին օրինակ ձեռնտու է, որ իրանական կապիտալը, որը հիմա Դուբայից պետք է դուրս գա, մեզ գալի մասը գա հայկական բանկերում մնա։ Ու եթե իրենց կապիտալը հայկական բանկերում է, իրենք կրկնակի շահագրգռված են Հայաստանի անվտանգությամբ ու Հայաստանի ոչ գրավելով, բայց մյուս երկրների կողմից ու մյուս երկրների հետ էլ մենք որոշակի հետ նշի որ հիմա տրվում ենք Իրանին, հա, Իրանի հետ ինչ որ բան ստեղից ենք ստանում, Թուրքիայի հետ որոշակի հարաբերություն, Թուրքիա Ռուսաստանը շատ հարցերում ունեն ընդհանուր հնարավորություններ, բայց նաև Թուրքիա ու Ռուսաստանը առաջին մրցակիցներից մեկն են, թե Ուկրաինայի հարցում, թե Սևծովի հարցում, թե երկու մեծ պետություններ են Թուրքիան 10-րդ դարում բազմաթիվ ցավալի հարվածներով տարածքներ կորցրել է Ռուսաստանին ու այդ իրանց պատմական ազգային հիշողության մեջ խորը հետ կա թողել էլ այնց որ այդտեղ մենք պետք է այդ խելացի արագ կողմնորոշվող ճկուն քաղաքականությունը անընդհատ կարողանանք ճիշտ կողմնորոշվենք, էլ այդ փոքր ազգերի թերությունն է, որ իրանք փոքր են, բայց նաև իրանք ադապտացվելու կարողությունը ավելի արագ է ու ավելի հեշտ է։ Մենք կարող ենք արագ որոշում ընդունել, արագ հարմարվել եւ այլն, ու դրա հաշվին մենք կարող ենք շատ ավելի արագ տրանսֆորմացվել, քան թե մեծ ազգերը։ Կարելի ասել, որ Իրանի համար ավելի նախընտրելի է Եվրոպայի համար բաց Հայաստան, բաց երկիր Հայաստան, որը նույնպես կպաշտպանի Հայաստանին, նույն Թուրքիայի ազդեցության տակ մեծ ազդեցությունից կպաշտպանի Հայաստանին, եւ այդպիսի Հայաստան է պետք։ Օրինակ, շատ ճիշտ եք ասում, ենթադրենք անգլերեն ասում են parking lot, այսինքն այդտեղ որտեղ դու կարող ես կանգնել ու ինչ որ բաներ սկսես կառուցել։ Ենթադրենք Իրանում մեծ վերականգնման ծրագրեր են սկսում։ Խոշոր միջազգային կորպորացիաները, ձեռնարկությունները դեռևս Իրան պատրաստ չեն ներկայություն ապահովելու, բայց Հայաստանը իրենց համար իդեալական տարածք է, որտեղ կարող են գալ, տեղավորվել, կազմակերպվել ֆինանսական, ապահովագրական, կազմակերպչական կադրերի հարցով, քայլ առ քայլ ոնց որ մտածեն, ինչպես են իրենք հետագայում Իրանում իրենց ներկայությունը կազմակերպելու եւ կառավարելու։ Ու դրա հաշվին Հայաստանը ստացվում է տնտեսական մեծ կարողություններ։ Նույնը ոնց որ ժամանակ որ եկավ 22 թվականին ինչ եղավ, Nvidia-ի օֆիսը, հա, Մոսկվայում 300 հոգի, լավագույն մասնագետներ, ամենախոշոր կամպանիան հիմա ամենախոշորն է, այն ժամանակ դեռ ամենախոշորը չէր, բայց երբ որ մտածում էին ուր գնան, բարձրաց Հայաստանն է շատ հարմար։ Համ այս տարածաշրջանի հետ կապերը չի կորցրեն, համ էլ ապահովա, համ էլ հաճելի ապրելու տեղ է։ Մի խոսքով Nvidia-ն 300 հոգի եկավ ստեղ, հետո այս Firebird-ի ծրագիրը եկավ, հետո ու այդ շղթան շատ ֆենոմենալ անսպասելի մեծ հնարավորություններ ստեղծեց։ Եվ մենք տեսանք, որ Իրանը ոչ մի ձևով չի հակաճառում, չի հակադրվում այդ բոլոր զարգացումներին։ Հա, նույնիսկ ենթադրենք Ադրբեջանը սահմանին մենք երկաթի ինչ-որ գործարան ենք սարքում, իրանք մեր անգամ ասացին կռմբակոծենք, որոշենք հեռու տանենք սահմանից։ Իրանը Ադրբեջանը ռմբակոծեց, երբ որ ու դա մեսեջ էր ավելի շատ, քան թե անմիջական վնասելու խնդիրը Նախիջևանում։ Մեր հետ կապված մի պահ պանիկա կար, որ այս ամերիկյան համալսարանը կամ կամական Ամերիկայի հետ կապված օբյեկտ կարող է վտանգի ենթարկվի, բայց Իրանը չգնաց, քանի որ Հայաստանի հետ իրենք շատ նյուանսներով հարուստ հարաբերություններ ունեն։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Դավիթ Հակոբյանի հետ էինք զրուցում դիվանագետ, ով մեծ փորձ ունի Սիրիայում, բայց ոչ միայն ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ղեկավար եք եղել Սիրիայում, բայց բազմաթիվ երկրներ եք։ Աֆղանստանում, Կղրղստանում, Կենտրոնական Ասիայում, Սիրիայում եմ եղել 2 տարի, բացի Սիրիայից Սոմալիայում եմ եղել 4 տարի, Սուդան եւ այլն։ Մոտ 15 երկրներում մեծ փորձ 30 տարի աշխատել եմ։ Շատ բան եք տեսել եւ շնորհակալ եմ, որ կիսվում եք ձեր գիտելիքներով։ Շնորհակալություն զրուցվար մեի ես Գայանե Առաքելյանս, բարին ձեզ։